Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Մկրտչյան։ Բարև ձեզ, Պարոն բարև Մկրտչյան, ձեզ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը 3 անգամ հերքեց ադրբեջանական կողմի այն տեղեկությունը, թե Հայաստանը, այսպես ասած, ըստ ադրբեջանական կողմի կրակ է բացում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում, բացատրում, սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ որ կողմերը հայտարարում են, թե իբր ավարտվել է խաղաղության պայմանագրի համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները եւ այն պատրաստ է ստորագրման։ Շնորհակալ եմ Նարեկ ջան հնարավորության համար, ողջունում եմ քո լսարանին։ Սա, գիտեք, բացառիկ մի դեպք է, բացառիկ մի օրինակ է, որպեսզի ներհայաստանյան փորձագիտական շրջանակը շտաբի տարբեր տեսակ տարվող բանակցություններին, դիվանագիտական ջանքերին անուններ կպցնել եւ այսպես վռազել։ Ինչու՞։ Որովհետեւ շատ ակնհայտ է, որ Ադրբեջանը դիվանագիտական փակուղում է հայտնվել։ Ինձ համար էլ այն փաստաթուղթը, այն փաթեթը, այն բանակցված եւ համաձայնեցված կետերը այնպես չի, որ իմ առավոտից երեկո քնել զարթնելով ես երազել եմ այդ կետերի մասին կամ ինձ բավարարում է այդ կետերը։ Վստահաբար ես ձեզ կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության իշխանություններին էլ դա չի բավարարում։ Բայց տեսեք ինչ տեղի ունեցավ։ Հայաստանի Հանրապետությունը կանխատեսելիության այդ շրջափուլից դուրս եկավ։ Հայաստանի Հանրապետությունը անկանխատեսելի քայլ կատարեց։ Համաձայնվեց չհամաձայնեցված երկու կետերին։ Իմ կարծիքով իշխանությունները մտքում ունեցել են այն տեսլականը, որ Ադրբեջանը ի վերջո չի գնալու ստորագրման ճանապարհով, որովհետև հայ-ադրբեջանական բանակցությունների պատմությունը առնվազն մեզ ցույց է տալիս, որ պատմական տարբեր շրջափուլերում, երբ որ հայկական կողմը պատրաստ է եղել որևէ փաստաթղթի տակ ստորագրություն դնել, վերջի պահին Ադրբեջանը այդ ստորագրությունը դնելուց հրաժարվել է։ Հիմա էլ նույն իրավիճակն ունենք։ Հայաստանի Հանրապետությունը այո ցավոտ զիջումներ է կատարել։ Այո, գուցե ոչ թե գուցե, այլ ինձ համար առնվազն եվրոդիտորդների դուրս բերման այդ սցենարը առնվազն կրակի հետ խաղալու նման մի բան է։ Երաշխավորի ինստիտուտ չունենալը առնվազն կրակի հետ խաղալու նման մի բան է։ Բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը նաև պատրաստ չի անգամ փաստաթղթի այս տարբերակը ինքը ստորագրել եւ հայտնվել է դիվանագիտական փակուղում ու սահմանային այն լարվածությունը, որ փորձում է հրահրել կամ գոնե թե հող նախապատրաստել այդ լարվածության համար, մի բանի մասին է խոսում, որ Բաքուն պատրաստ չի այդ փաստաթուղթը ստորագրել եւ բնավ էլ չի ստորագրելու այդ փաստաթուղթը։ Ոչ մի արտահոսման Նարեկ ջան տեղի չի ունենում։ Այդ դեպքում ինչու գնալ այդպիսի զիջումների, եթե վերջնարդյունքում պետք է նույնիսկ ստորագրված փաստաթուղթ չունենալ։ Տեսեք, եթե չես գնում զիջումների, 14 անգամ ես, եթե չեմ սխալվում, այդ փաստաթուղթը չհամաձայնեցված երկու կետի մասով Երևանից գնացել է Բաքու, Բաքվից եկել է Երևան։ Երևանից գնացել է Բաքու, Բաքվից եկել է Երևան։ 17-րդ անգամից հետո 18-րդ անգամվա ճանապարհին բանը կարող էր հասնել լեգիտիմ էսկալացիայի կամ պատերազմի։ Ադրբեջանը կարող էր թափահարել իր ձեռքին 18 անգամ Երևանից Բաքու գնացած այդ չհամաձայնեցված փաստաթուղթը, մատնանշել, որ Երևանը խաղաղություն չի ուզում, Հայաստանի Հանրապետությունը խաղաղություն չի ուզում եւ որևէ մի պատրվակով հրահրել էսկալացիա եւ բախումներ։ Բայց հիմա տեսնում եք միջազգային ինչ ճնշում կա Ադրբեջանի վրա այս ամենից հետո։ Երեք նաև Միացյալ Նահանգները խառնվեցին process-ին։ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան իր քննադատողական այդ հայտարարությամբ միջազգային հանրությունը հստակ արձանագրում է, որ նախ կողմերը Հայաստանն ու Ադրբեջանը բանակցել եւ համաձայնեցրել են արդեն իսկ այդ նախաստորագրվելիք փաստաթուղթը։
Եվ երկրորդ հայկական կողմը գնացել է զիջումների եւ հայկական կողմի զիջումները պետքա օդում կախված չմնան։ Միջազգային այն համաձայնությունը, այն կոնսենսուսը, որը որ ձևավորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ, Բաքվին լավ իրավիճակի մեջ չի դնում։ Իսկ այն ինչ վերաբերվում այդ փաստաթղթին ու պայմանագրին, այստեղ խոսելու տեղ կա։ Այստեղ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է բաց լինեն, թափանցիկ լինեն, բացահայտեն բոլոր կետերը։ Ի վերջո, եթե եվրոդիտորդները դիտարկվում են ուժ, դա էլ պետք է բացատրություն ստանա։ Եվրոդիտորդներն ի վերջո հայ-ադրբեջանական սահմանին քաղաքացիական նախաձեռնություն են եւ ընդհանրապես հեռադիտակով եւ գրիչով դիտորդական առաքելություն իրականացնող մարմին են։ Իսկ եթե խոսք է գնում երրորդ ուժերի մասին, ներողություն Ադրբեջանի սահմանից արդյոք Թուրքիան գնալու է, որովհետեւ նաեւ սահմանային կետեր կար, որտեղ թուրքական դերոշները ժամանակին բարձրացվել եւ ինչու ոչ, նաեւ հիմա արդյոք թուրքական դերոշներն իջեցվելու են եւ թուրքական զորքը գնալու է։ Արդյոք այդպիսի նախապայմաններ եւ առաջարկներ կա Թուրքիայի կողմից, որովհետեւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը իրենից ենթադրում է նաեւ շղթայական ռեակցիայով եւ շատ արագ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում։ Եվ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ֆոնին արդյոք Թուրքիան ունի նախապայման հայելային օրինակով հետևելով իր փոքր եղբոր Բաքվի օրինակին, օրինակ պահանջել Հայաստանի Հանրապետությունից հայ-թուրքական սահմանի ողջ երկայնքով հանել երրորդ ուժերի զինված տվյալ դեպքում խմբավորումները ռուս սահմանապահներին ես նկատի ունեմ կամ Գյումրու 102-րդ ռազմաբազան նկատի ունեմ։ Գիտեք, սրանք հարցեր են, որ պետք է իշխանությունը պատասխանի։ Երաշխավորի մասին է պետք խոսել, ինչու ոչ։ Ադրբեջանը պայմանագրունակ պետություն չի վերջո։ Ադրբեջանի համար այդպիսի փաստաթղթերն են դարձել ի վերջո զուգարանի թուղթ եւ դրա կուլմինացիան եղել է էսկալացիան։ Մենք ունենք 94-ի հրադադար Ադրբեջանի հետ, մենք ունենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթ Ադրբեջանի հետ։ Ի վերջո սրանք հարցեր են, որ պետք է ստանան պատասխաններ։ Ի վերջո հանրությանը հուզում են եւ որևէ մեկը այստեղ միանձնյա որոշելու իրավունք չունի։ Լեգիտիմության եւ լեգիտիմության չափաբաժնի մասին չեմ խոսում, որպեսզի արհեստականորեն չսրվի իրավիճակը։ Որպեսզի խնդիրները լուծումներ ստանա եւ այդ հարցերը, բարձրացված հարցերը պատասխաններ ստանան։ Դոնալդ Թրամփի խորհրդականի հայտարարությունը X-ի իր էջում ինչպես եք մեկնաբանում, Հաջիևի հետ էր խոսել, անդրադարձել էր Հայաստանի եւ Ադրբեջանի հա եկած հայտարարությանը եւ նշել էր, որ պետք է գերիները ազատ արձակվեն, արդյոք հնարավոր է, որ Ալիև այս ուղղությամբ ինչ-որ զիջումների գնա։ Միանշանակ հնարավոր է, որովհետև արդեն իսկ բանակցված եւ համաձայնեցված է։ Այն միջազգային աջակցությունը եւ հովանավորչությունը, որ կա խաղաղության պայմանագիր բերելու եւ հասնելու, դա էլ է ակնհայտ։ Միացյալ Նահանգները դեռևս չէր խոսել, Ռուբիոյի պետքարտուղար Ռուբիոյի մակարդակով հայտարարություն եւ ողջույնի խոսք էին հղել, բայց երեկվա հայտարարությունն այլ բանի մասին էր։ Այդ մեկ օրվա մեջ 3 անգամ ապատեղեկատվություն տարածել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից մի նպատակ էր հետապնդում տարածաշրջանում իրավիճակը սրելու։ Դիվանագիտական այդ տուպիկից Իլհամ Ալիևի դուրս գալու համար գործողություններ ձեռնարկելու։ Եվ Միացյալ Նահանգներն ակնհայտ ասացին, որ իրենք ամեն ինչ տեսնում են եւ որևէ պարագայում թույլ չեն տալու։ Ի վերջո Դոնալդ Թրամփին ինչպես է եկել իշխանության խաղաղության խոստումներով։ Հասել է Ուկրաինայում խաղաղության ոչ։ Հասնի խաղաղության, գիտեք, շատ բարդ է։ Այդ եթե որևէ մեկը կա անգամ Դոնալդ Թրամփի շրջապատից, շատ մոտ շրջապատից, կլինի Իլոն Մասկ, կլինի պետքարտուղար Ռուբիո, ով կարող է հստակ հայտարարել, որ Ուկրաինայում
հստակ է իրավիճակը եւ կունենա խաղաղություն, դա առնվազն միամտություն կլինի։ Այնտեղ այդքան էլ միանշանակ չի, բայց մեր տարածաշրջանում Դոնալդ Թրամփը եւ նրա վարչակազմը ունի բոլոր հնարավորությունները շատ արագ հասնելու խաղաղության եւ այդ խաղաղության հասնելու գործողությունը վաճառի Միացյալ Նահանգների քաղաքացիների վրա։ Սա միանգամայն հնարավոր է։ Այստեղ Հայաստանի Հանրապետության իշխանությունները անմիջապես համաձայնեցնելուց հետո պետքա դիմեին Միացյալ Նահանգներին, իրականում այդ առաջարկն արելա քաղաքական դաշտում, առաջարկների պակաս եկեք նախարձանագրենք, որ կա Հայաստանի Հանրապետությունում, ներհայաստանյան քաղաքական տիրույթում քննադատողներ ինչքան ուզեք, քարկոծողներ ինչքան ուզեք, հայհոյողներ էլի ինչքան ուզեք, առաջարկ ներկայացնողներ քաղաքական դաշտում չկան։ Այդպիսի առաջարկ օրինակ ներկայացրել է Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, որ Միացյալ Նահանգներին պետք է պրոցեսի քավորը դարձնել։ Ամեն ինչ պետք է անել, որ Դոնալդ Թրամփը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի քավորը դառնա։ Միացյալ Նահանգների համար ներդրումային նպաստավոր պայմաններ եւ դաշտ պետք է ստեղծել Հայաստանի Հանրապետությունում, հատկապես հանքարդյունաբերության ոլորտում։ Իշխանությունները, բայց ականջալուր չեն եղել առնվազն միջև այս պահը, բայց հուսով եմ, որ Դոնալդ Թրամփի օգնականի երեկվա հայտարարությունը եւ Հաջիևի հետ հեռախոսազրույցը առնվազն հստակ ազդակ կլինի Հայաստանի Հանրապետության իշխանությունների համար գնալ այդ ճանապարհով, որովհետեւ եթե խոսենք խաղաղության երաշխավորի առհասարակ ինստիտուտի մասին, մենք այստեղ ընտրության մեծ հնարավորություն չունենք։ Հայաստանում կան շրջանակներ, 5-րդ շարասյուն եմ ես եւ ոչ միայն ես նրանց ասում, որ Ռուսաստանին են միջնորդ եւ երաշխավոր տեսնում։ Սա միամտություն էլ չի, սա չգիտեմ ինչ է։ Սրան անուն անգամ չեմ ուզում դնել։ Այդ անունը թողնեմ մեր հայրենակիցները մեկնաբանությունների դաշտում այդ պրոռուսական ուժերին կտան եւ կդնեն։ Հաջորդ խումբը առաջարկում է Եվրոպայի ճանապարհ։ Ես ինքս էլ Եվրոպական միության միջնորդական առաքելության կողմնակիցն եմ եւ քավորության կողմնակիցն եմ, բայց այստեղ խնդիր ունի են Ադրբեջանը։ Միակ երկիրը, որը ունի ներուժը, ունի հնարավորությունը, ունի կամքը եւ հիմնականում վարվող արտաքին քաղաքականության մեղնել խաղաղություն հաստատելն է ամբողջ աշխարհում, դա Միացյալ Նահանգներն է եւ նրա նախագահ Դոնալդ Թրամփը։ Բայց ունի ամերիկան ցանկություն այս գործընթացին լինել միանշանակ, եթե ամերիկան ցանկություն չունենար, Հաջիևի հետ չէր զրույցի օգնականը։ Եթե ամերիկան ցանկություն չունենար, այդ քարտուղար Ռուբիոն չէր ողջունի խաղաղության արդեն իսկ համաձայնեցված կետերը եւ չէր հորդորի գնալ եւ ստորագրման ճանապարհով գնալ եւ ստորագրել։ Ի վերջո Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության այդ անորոշությունը Թրամփի վարչակազմի գալուց հետո կարծես թե փարատվում է այս վերջին հեռախոսազանգերով Միացյալ Նահանգների ակտիվությամբ, որ Միացյալ Նահանգները շարունակում է այս տարածաշրջանին ուշադրություն դարձնել, շարունակում է հայացքն ուղղել այս տարածաշրջանի ուղղությամբ եւ ամեն ինչ անելու է, որպեսզի այս տարածաշրջանում խաղաղություն հաստատվի։ Սա դրա մասին է խոսում։ Եվ ի վերջո Միջին Միջանցքի այդ հայտնի ծրագիրը, որ դեռևս նախորդ վարչակազմն էր որդեգրել եւ առաջ տանում, Թրամփը մի քանի առիթով կարծես թե ամրագրել է այդ դիրքորոշումը, որ ինքը եւս այդ ճանապարհի ետևից գալու է եւ իր պլաններում եւս այդ ճանապարհը կա։ Այնպես որ Միացյալ Նահանգները տարածաշրջանի հետ կապված ունի հետաքրքրություններ, Միացյալ Նահանգներն առհասարակ ամբողջ աշխարհում այդ հանքարդյունաբերության ոլորտում ունի հետաքրքրություններ եւ Հայաստանի Հանրապետությունն ունի հնարավորություն Միացյալ Նահանգների այդ պահանջմունքները բավարարելու եւ ինչու ոչ նաեւ Միացյալ Նահանգներին իր անվտանգային համակարգը ամրացնելու համար Միացյալ Նահանգների հետ գործընկերային հարաբերություններ խորացնելու։ Միանշանակ Միացյալ Նահանգները այս տարածաշրջանում անելիք ունի եւ դա ապացուցում է։ Դուք տեսել եք Ռուսաստանի Դաշնությունից հայտարարություններ, որ, չգիտեմ,
խաղաղության պայմանագիրը շուտապույտ կնքելու կոչ էր։ Ոչ, չկան դրանք։ Եթե անգամ կան, դրանք շատ լղոզված են, դրանք ուղղակի միջազգային հանրությունից չկտրվելու եւ այս հարցի շուրջ չի զգոյանալու համար է։ Ընդամենը ձևական բնույթ է կրում։ Բայց այս իրավիճակում ես շարունակում եմ պնդել, քանի դեռ չկա այդ ուժեղ միջնորդի երաշխավորի արկայությունը հայ-ադրբեջանական բանակցություններում, վստահեցնում եմ ձեզ Ադրբեջանի նախագահը անգամ այս պայմաններով համաձայնեցված փաստաթուղթը չի ստորագրելու։ Մոռացեք։ Իսկ այն վայնասունը, որ Հայաստանի Հանրապետության ներսում բարձրացվել է, իրականում հիմք չունի։ Ինչու վայնասուն, որովհետև հիմք չունի դա։ Կողմերը խոսում են անգամ եվրոդիտորդների դուրս հանելու մասով։ Մյուս 14, 15, 16 կետերի մասով։ Դրանք սկսելու են գործել այն պահին, երբ որ կողմերը կստորագրեն եւ կվավերացնեն։ Քանի դեռ չի ստորագրվել եւ չի վավերացվել, գետնի վրա իրավիճակ չի փոխվելու։ Իսկ որ Ադրբեջանը պատրաստ չի դա ստորագրելու, այստեղ կարծում եմ այլևս խոսելու տեղ էլ չկա։ Ադրբեջանը բազմիցս այդպիսի բանակցային պրոցեսներում ապացուցել է, որ պատրաստ չի։ Գիտեք, այս առիթով ես ուզում եմ հիշել Տեր-Պետրոսյանի հուշերից մի քանիսը, որ ինքը պատմում էր իր հարցազրույցներից մեկում։ Օրինակ, եղել է դեպք, երբ որ հայկական կողմի համար շատ վատ պայմաններով Ադրբեջանը առաջարկ է ներկայացրել, Տեր-Պետրոսյանը հնարք է կիրառել, ասել է, բերեք թուղթն ու գրիչը հենց հիմա ստորագրում եմ։ Ադրբեջանը հրաժարվել է։ Այդպիսին է եղել Կազանը։ Սերժ Սարգսյանը պատրաստ է եղել Կազանում փաստաթուղթ ի վերջո ստորագրել։ Ադրբեջանն է, որ վերջի պահին հրաժարվել է ստորագրելուց։ Այդպիսին է իրավիճակը հիմա։ Հայկական կողմը պատրաստ է ստորագրել։ Հայկական կողմը կանխատեսելիության այդ շրջափուլից դուրս է եկել եւ անկանխատեսելի քայլ է իրականացնել։ 15 անգամ Բաքու ուղարկած չհամաձայնեցված երկու կետին հանկարծ 16-րդ անգամ, իսկ իրականում 14-րդ անգամ, եթե չեմ սխալվում, Երևանից ասում են այո, համաձայն ենք, սրան էլ ենք համաձայն, եկեք վաղը ստորագրենք։ Եկեք տեղն ու ժամն ասեք, ստորագրենք։ Իսկ Ադրբեջանից ինչ է հնչում։ Փոխեք սահմանադրությունը։ Սահմանադրությունը կփոխեն, տվեք ձեր հանցագործներին։ Իդեպ այդ հանցագործների մեջ երկու մարդու անուն ակ, չգիտես ինչու կարմիր գծով տարվում, մեկը Սերժ Սարգսյանն է, մեկը Ռոբերտ Քոչարյանն է։ Այս հարցը բավականին, եթե ներհայաստանյան քննարկման դրվի, այս հարցը բավականին լուրջ քննարկելի հարց է հայ հանրության մեջ։ Բայց ամեն դեպքում չի նշանակում, որ մենք պետք է մեր հայրենակիցներին, մեր քաղաքացիներին տանք Բաքվին։ Չարաչար սխալվում է Բաքվի բռնապետը։ Տեսեք, միջազգային հայցերին ես կուզեմ անդրադառնալ Նարեկ ջան, քո թույլտվությամբ շատ կարևոր է էլի։ Հայաստանի Հանրապետությունը համաձայնվել է միջազգային ատյաններից եւ փոխադարձաբար իդեպ, սա եկեք ֆիքսենք եւ շեշտենք, շատ կարևոր է։ Բայց ես ուզում եմ հասկանալ, եթե Հայաստանի Հանրապետությունը մարդու իրավունքների հետ կապված, Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների իրավունքների հետ կապված հարցերը միջազգային ատյաններից հետ է կանչում։ Արդյոք նշանակում է, որ Ադրբեջանը եւս այն պահանջները, որ դրվում էր Հայաստանի Հանրապետության առաջ միջազգային ատյաններում, խոսքը վերաբերում է տարբեր շրջաններում հասցված վնասի փոխհատուցմանը։ Արդյոք Ադրբեջանը պատրաստվում է այս հայցերը ետ քաշել։ Որովհետև գիտեք, եկեք ծուռը նստենք, դուզը խոսանք եւ ճայլամային քաղաքականության վերջը տանք։ Լեռնային Ղարաբաղում այդ տարիները 30 տարիները, այնպես չի, որ այդպես միայն ծառ տանկելով է սահմանափակվել։ Ծառել են տանկել, ծառել են կտրել, ծառել են արմատախիլ արել։ Պատկերավոր ասեմ, որպեսզի այսպես ադրբեջանական կողմը մեր խոսակցությունից չօգտվի եւ հատվածներ չվերցնի իրեն համար օգտագործելու։ Մենք հասկանում ենք, չէ՞, որ այստեղ Հայաստանի Հանրապետությունը եւս խոսելի է։ Այս մասով Ադրբեջանը պատրաստակամություն հայտնել է վերցնի հայցերը ետ, թե ոչ։
Եթե ոչ, գիտեք, սա անհարկի զիջում է։ Եթե այո, միանշանակ քննարկման տեղ կա եւ այդ քննարկման արդյունքում կարծում եմ հայ հանրությունը կհանգի նաեւ այն մտքին, որին որ հանգել է Հայաստանի Հանրապետության իշխանությունը։ Տեսեք, Իզուլին, Աղդամը եւ Ջաբրայիլը օրինակի համար մարդիկ գնացել տեսել են։ Ադրբեջանի նախագահ ամեն շաբաթյա ռեժիմով, եթե ոչ ամենօրյա, տարբեր միջազգային կազմակերպությունների եւ կառույցների տանում Աղդամի ավերակներն ա ցույց տալիս, Ֆիզուլի, Ջաբրայիլի ավերակներն ա ցույց տալիս, որ ժամանակին օրինակ Հայաստանի Հանրապետությունում գեներալներ կային, որ անգամ կոյուղա գծերն էին այնտեղ հանում, հայտնի բերում փաստ է, Հայաստան։ արդի խնդիրներին անդրադառնանք, էլի օրինակ Դա էլ արդի խնդիր է, դա օրինակ ինձ համար շատ կարևոր է, որ վաղը մյուս օրը սերունդների գլխին մի քանի միլիարդանոց ադրբեջանական բավարարված հայցեր եւ պահանջներ չկախվի։ Եթե իշխանությունը բանակցել է, որ այս հարցն էլ պետքա Ադրբեջանը ետ քաշի, ասածս դա է, շատ լավ է։ Եթե այդ հարցը շրջանցում է եւ խոսքը վերաբերում է միայն մարդու իրավունքներին վերաբերող խնդիրներին, այստեղ Հայաստանի Հանրապետության իշխանությունները սխալ են կատարում։ Մեծազիջում է եւ հաճես ճանապարհով գնալ։ ԵՄ դիտորդները օրինակ հայտարարություն են տարածել եւ ասում են, որ մարտի 16-ին, 17-ին հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում բարեկույթություն իրականացրած դիտորդները որևէ անսովոր ակտիվություն չեն նկատել։ Սա ի պատասխան ադրբեջանական կողմի կեղծ տեղեկությանը, որ թե իբր հայկական կողմը, այսպես ասած, ճակերտավոր խախտել է ինչ-որ հրադադարի ռեժիմ։ Մենք, եթե ամեն ինչ այս տրամաբանությամբ գնա, Նիկոլ Փաշինյանը Հայաստանին զրկում է նման օբյեկտիվ կարծիքից, որովհետև վաղը մյուս օր դիտորդները եթե այնտեղ չլինեն, Ադրբեջանը ինչ կուզի կհայտարարի եւ չի լինի երրորդ աչք, որ ասի նման բան չի եղել։ Ընդհանուր դիտորդների դուրս հանումը ինչ վտանգներ է պարունակում։ Նախ եկեք ֆիքսենք, որ դիտորդները սահմանային գծում տեղակայվելուց դիտորդների տեղակայվելուց հետո էական փոփոխություն կա հայ-ադրբեջանական հարաբերությունների մեջ։ Մինչև դա Ադրբեջանը անընդհատ գնում էր էսկալացիաների ճանապարհով, էսկալացիաների միջոցով ճնշումներ գործադրում հայկական կողմի վրա։ Իսկ դիտորդների տեղակայումից հետո իրավիճակը էականորեն կայունացել է։ Հիմա գիտեք, եթե իշխանություններին հարցնենք, ես իրենց պատասխանն անգիր գիտեմ, ձեզ ինչ են ասել։ Ասելու են դե ժողովուրդ ջան, խաղաղության պայմանագիրը ենթադրում է խաղաղություն։ Կարծես թե ճիշտ բան են ասում, խելքին մոտ բան են ասում, գուցե աքսիոմատիկ ճշմարտություն են ասում։ Բայց ժողովուրդ ջան, մի վարքյան, մենք գործում ենք Ադրբեջան պետության հետ։ Մեր առաջ Շվեյցարիան կամ չգիտեմ Իտալիան չի, մեր առաջ Ադրբեջանն է, որը պայմանագրունակ պետություն առհասարակ չի, որի նախագահը շարունակում է ամենօրյա ռեժիմով Հայաստանի Հանրապետությունից տարածքային պահանջներ ունենալ։ Եվ այստեղ պետք է պատասխանի իշխանությունը, լավ, եթե եվրոդիտորդներին պայմանավորվում են դուրս հանել։ Նախ եվրոդիտորդներն երրորդ երկրի ուժեր չեն, ինչ-որ բոբոներ չեն, զինված խմբեր չեն, նրանք քաղաքացիական նախաձեռնության հեռադիտակով եւ գրիչով անդամներ են։ Եվ շատ լավ է, որ պայմանագրի մեջ կոնկրետ հղում չի արվում եվրոդիտորդներին, ասում է երրորդ երկրի ուժերի մասին։ Դա դեռ քննարկելի է, հատկապես եթե ադրբեջանական կողմը որոշի պայմանագիրը ստորագրելուց հետո քյալագյոզության գնալ, արկածախնդրության գնալ։ Իսկ այն որ նրանց դուրս գալուց հետո Ադրբեջանը կարող է յուրաքանչյուր պահի գնալ այդպիսի մի արկածախնդրության, սա փաստ է, բայց գիտեք, եկեք մի հարցի էլ պատասխանենք։ Բարձր այդ հարցը տանք ինքներս մեզ եւ պատասխանենք։ Լավ, եկեք պատկերացնենք ժողովրդի լեզվով ասած տնից տեղից հեռու մի իրավիճակ, երբ որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների վրա։ Այն շրջանների անգամ, որտեղ որ եվրոդիտորդները բարեկություն են իրականացնում։ Ինչ է լինելու։ Եվրոդիտորդներն արձանագրելու են հստակ, որ Ադրբեջանն է հարձակվել։ Գետնի հողի վրա։ Իրավիճակը ինչպես է լինելու, որտեղ են դրանից հետո լինելու եվրոդիտորդները։ Երևանում օրինակ, Արմավիրում, թե Բերլինում օրինակի համար։
Սա էլ է հարց, որ պետք է տանք եւ պատասխանենք։ Բայց այն, որ նրանք կայունացնող դեր ունեն եւ հնարավորության պարագայում հայկական կողմը պետք է առաջ տանի այս հարցը, որպեսզի եվրոդիտորդների, եթե ոչ սահմանի անմիջապես երկայնքով, ապա սահմանից առնվազն մի փոքր ողջամիտ հեռավորության վրա եվրոդիտորդները պետք է պարեկություն իրականացնեն եւ սա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության տիրույթում գտնվող հարց է, սա ակնհայտ է։ Օրինակ պայմանագրում կետ չկա, չէ, որ եվրոդիտորդները սահմանային այդ տեսախցիկների հանդեպ վերահսկողություն պետքա չունենան։ Չկա, չէ, այդպիսի կետ։ Չկա եվրոդիտորդների մասին ուղիղ խոսք։ Եվ ի վերջո եկեք ֆիքսենք, որ Ադրբեջանը անգամ այս տարբերակը պատրաստ չի ստորագրել եւ չի ստորագրելու։ Անգամ այս համաձայնեցված տարբերակի հետ համատեղ Ադրբեջանը ներկայացնում է ուլտիմատում պահանջ միջև ստորագրելը փոխել Հայաստանի Հանրապետությունում սահմանադրությունը։ Սա շատ կարևոր է։ Պետք չի աղմուկ բարձրացնել Հայաստանի Հանրապետության ներսում եւ ի վերջո ջուր լցնել ադրբեջանական ջրաղացին չեղած բանի համար, այսպես Հայաստանի Հանրապետությունում աղմուկ բարձրացնել եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հերթական անգամ տագնապի մեջ պահել։ Պետք չի։ Նախ եկեք տեսնենք Ադրբեջանը կստորագրի թե ոչ։ Նոր դրանից հետո կքննարկենք, իսկ այս միջակայքում պետք է եվրոդիտորդների հետ աշխատանք տարվի, թե նրանք ինչպես են պատկերացնում հետագա աշխատանքը։ Օրինակ Մակրոն Փաշինյան զանգը ինչ ազդեցություն է ունենալու։ Ըստ էության բոլորը ողջունում են այս պայմանավորվածությունը, որը ենթադրում է նաև դիտորդների դուրսբերում։ Դե դիտորդների դուրսբերում, որովհետև նրանք էլ ասում են, որ դիտորդները տարածաշրջան եկել են կայունություն եւ խաղաղություն հաստատելու համար, կայունություն եւ խաղաղություն ունենալու պարագայում դիտորդների անելիքը այստեղ անելիք չունեն ըստ երևույթին իրենք այստեղ։ Բայց արդյոք Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում կա կայունություն եւ կլինի խաղաղություն խաղաղության պայմանագրով, սա մեծ հարց է։ Իսկ դիտորդները, որ տեղակայվում էին տարածաշրջանում, ինչի էին տեղակայվում։ Նույն Մակրոնի առաջարկն է եղել, չէ՞ դա։ Ինչի են տեղակայվում, որպեսզի կայունացնեն իրավիճակը, որպեսզի այսպիսի դեպքերի ժամանակ, երբ որ ադրբեջանական կողմը կամ պայմանական հայկականը, եթե անգամ կողմերից որևէ մեկը, լավ, այսպես ասեմ, գնալ կամ փորձի գնալ էսկալացիայի ճանապարհով, դիտորդներն արձանագրեն, թե որ կողմն է, որ փորձում է իրավիճակը սրել։ Տեսեք, կայունացնող դեր են կատարել, բայց խաղաղության պայմանագիրը ենթադրում է, եթե էլի մոռանանք, որ մեր առաջ ոչ պայմանագրունակ Ադրբեջանն է բռնապետական, եթե մենք սա մի պահ մոռանանք, ապա ստացվում է այնպես, որ խաղաղության պայմանագիրը պետք է որ բերի խաղաղություն։ Բայց հավատում եք սրան։ Ես օրինակ շատ դժվար եմ հավատում, որ Ադրբեջանի հետ հնարավոր է պայմանագրային դեռ բերված պայմանավորվածությունների համաձայն հասնել խաղաղության։ Առանց երաշխավորի, սա ընդգծում եմ։ Առանց երաշխավորի տետատետ Ադրբեջանի հետ հասնել խաղաղության, այս փուլում առնվազն իրատեսական ես չեմ համարում։ Բայց որ հայկական կողմը դիվանագիտական ճկունություն է դրսևորել եւ պետքա շնորհակալ լինել իրենց, հորդորել, որ այս ճանապարհով գնան։ Հայաստանի Հանրապետության ներսում հնարավորինս քիչ տորպեդահարել այդ դիվանագիտական ջանքերը գործադրվող։ Սա փաստ է։ Սա փաստ է եւ այդ փաստի լավագույն ապացույցը հայ-ադրբեջանական սահմանագոտում այդ ադրբեջանական ապատեղեկատվությունների շարքն է։ Նիկոլ Փաշինյանը Մակրոնից զատ նաև հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ եւ բացի այն, որ քննարկվել է Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը, նաև Նիկոլ Փաշինյանը հաստատել է իր մասնակցությունը մայիսի 9-ին Մոսկվայում տեղի ունենալիք հաղթանակի օրվա միջոցառումներին։ Սա ինչպես եք մեկնաբանում, չէր գնում առաջ Նիկոլ Փաշինյանը, հիմա սա ինչ է, ինչու է որոշել գնալ։
Չգիտեմ, Նարեկ ջան, դու կարծում եմ ինձանից ավելի հաճախակի ես հանդիպում Նիկոլ Փաշինյանին, պետք է իրեն ուղղել, Դուք եթե իմ էլ այն օրը կարծիքն ես հարցեր ուզում։ էիք տալիս, օրինակ այդ հարցը տվեցիք թե ոչ։ Ես տվել եմ հարցեր, հուզող հարցեր, այդ հարցը ցավոք սրտի չեմ տվել։ Դե հիմա ձեր կարծիքն Հաջորդ ինչու իսկ որոշեց գնալ։ հաջորդ իսկ հնարավորության պարագայում միանշանակ կտամ, ինքս էլ իդեպ գնացել էի հարցեր տալու հատուկ, հարցերս տվել եմ, պատասխաններն էլ քիչ թե շատ ստացել եմ, այլ հարց է բավարարելա թե ոչ։ Գիտեք, ես ինքս դեմ եմ առհասարակ Ռուսաստանի Դաշնություն կատարվելիք որևէ այցի, հատկապես մայիսի 9-ի տոնակ այդ հաղթանակի շքերթի մասնակցությունը։ Տեղյակ պահելը բանակցությունների process-ի մասին, սա նորմալ եմ համարում, սա դիվանագիտական քայլ էր, ի վերջո տեղյակ է պահել Ադրբեջանի հիմնական հրահրիչին, հայ-ադրբեջանական հակամարտության կրակի վրա բենզին լցնողին, որ ի վերջո մենք եկել ենք համաձայնության։ Սա նորմալ է, իսկ ինչ վերաբերում է այցին, դուք ինչպես եք կարծում, ես կարող ողջունեմ Փաշինյանի այցը Մոսկվա, առավել եւս մայիսի 9-ին։ Իհարկե ոչ։ Դատապարտում եմ եւ կարծում եմ պետքա Փաշինյանը այդ օրերին, չգիտեմ, կորոնավիրուսի թեստ հանձնի եւ պարզվի, որ ինքը վարակվել է հերթական 16-րդ անգամ օրինակ կորոնավիրուսով։ Այդ այց ինչ կնշանակի։ Մեծ հաշվով ոչինչ։ Մեծ հաշվով ոչինչ եւ հենց դա է դարձել Փաշինյանի համար հիմք, որ նեյտրալ հայրենական պատերազմը դրոշակ դարձնելով մեր պապերը, մեր հայրերը, ֆաշիստական Գերմանիայի դեմ պայքարը, ֆաշիզմի դեմ պայքարը, մեր մեծ հաղթանակը այդ պաթոսի ներքո կգնա հերթական մի առիթը կլինի Պուտինի հետ զրուցելու, երևի թե քննարկելու բաներ ունեն, քննարկի, կպտտվի կգա։ Հենց դա է նշանակում, որ հիմք է վերցրել մեծ հայրենական պատերազմի մեծ հաղթանակը, մեր պապերը, մեր հայրերը, պաթոսը, ֆաշիզմի դեմ պայքարը եւ Փաշինյանը այդտեղ ունի մանևրելու հնարավորություն առնվազն մեր առաջ ներսում։ Եվ իհարկե նաեւ միջազգային հանրությանի առաջ։ Որովհետեւ դեռևս նախ ինքը շտապել է իմ կարծիքով հայտարարելով, որ կգնա եւ կմասնակցի, որովհետեւ չգիտես թե իրավիճակը ինչպեսի զարգացում կստանա ուկրաինական ճակատում, կարծես թե ռուսական կողմը փորձում է խուսափել, չընդունել, նկատելու չտալ Դոնալդ Թրամփի առաջարկը, որ ընդունել է արդեն իսկ Ուկրաինայի նախագահը, եւ սա կարող է իրականում սրել իրավիճակը եւ շատ ավելի դաժան ձևով սրել իրավիճակը, քան նախորդ Բայդենի վարչակազմի ժամանակ էր Միացյալ Նահանգների հետ։ Ի վերջո ես, գիտեք, այն մտքին եմ, որ պետքա Փաշինյանն ի վերջո կորոնավիրուսով հիվանդանա այդ օրերին։ Եկեք շտապենք, եկեք այդ հայտարարությանը այդքան էլ լուրջ չվերաբերվենք, որովհետեւ մայիսի 9-ին ընդառաջ հնարավոր է մայիսի 8-ին Փաշինյանը անկարծակի կորոնավիրուսով վարակվի։ Սա նաև գործելավոճ է Փաշինյանի մոտ, Նարեկ ջան։ Մենք բազմիցս տեսել ենք, չէ՞։ Համաձայնեցված այցերը Փաշինյանը ոնց է վիժեցնում կորոնավիրուսի թեստեր հանձնելով եւ կորոնավիրուսը առաջ բերելով։ Սա տեսել ենք եւ բացառված չի։ Ամեն դեպքում ես դատապարտում եմ Ռուսաստանի Դաշնություն յուրաքանչյուր այց, ես դատապարտում եմ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության հետ նախ պետքա վերաիմաստավորի իր հարաբերությունները ամբողջությամբ, փաստաթղթային են բազան, որ կա պայմանագրային են բազան, որ կա տարիներով կուտակված, պետքա վերից վար վերանայվի։ Ես դրա կողմնակիցն եմ։ Ես հայ-ռուսական հարաբերություններում հեղափոխական փոփոխություններ անելու կողմնակիցն եմ։ Բայց էլի, այս իշխանությունն է իշխանություն, իրենք թող գնան, հատկապես որ գիտեք, իշխանության համար հիմա յուրաքանչյուր քայլն է հաշվարկված 2026 թվականին ընդառաջ, եւ վստահեցնում եմ ձեզ, իրենք այնպիսի քայլեր չեն անի, որ իրենց հեղինակությանը հարվածներ կբերի։ Շնորհակալություն, պարոն Մկրտչյան, Ես եմ հարցազրույցի համար։ շնորհակալ։